Այսօր վաղ-առավոտից երկրպագուների հսկա բանակը պաշարել էր Մարիոթ հյուրանոցը 3 ուշ երեկոյան Հայաստան ժամանած հանրահայտ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին տեսնելու, լուսանկարվելու, նրա հետ մի քանի բառ փոխանակելու համար։ Քիմն ու քույրը Քլոեն կեսօրին շքախմբի ու լրագրողների մեծ բանակի ուղեկցությամբ այցելեցին Մայր Հայաստան հուշարձան։ Շուրջ 1 ժամ նկարահանումներ արեցին իրենց ընտանեկան ռիալիթի շոուի համար։ Արձագանքելով ազատության հարցին, Քարդաշյանն ասաց, թե հուզված է։ Do you love Armenia? We love Armenia. We are so excited to be here. Հուշարձան այցելությունից հետո Քիմ Քարդաշյանի քույրը սոցիալական ցանցերում գրել է. Մայր Հայաստանը դիտորդներին կարող է հիշեցնել հայոց պատմության մի շարք անվանի կին գործիչների մասին, ովքեր զենք վերցրեցին օգնելու իրենց ամուսիններին թուրքական զորքերի եւ քրդական հրոսակների դեմ կռվելու համար։ Քլոե Քարդաշյանի այս գրառումն արդեն մոտ 100,000 օգտատեր է հավանել։ Քիմը Երևանից է Ինստագրամի իր էջում հայաստանյան երկրպագուների ու այցերի մասին լուսանկարներ տեղադրում, գրելով, թե ուրախ է, որ ամուսինն ու դուստրն են եկել Հայաստան իր նախնիների ժառանգությունը տեսնելու։ Երևանի կենտրոնում մի քանի ժամ անցկացնելուց հետո հեռուստաաստղն իր ընտանիքի հետ այցելեց կառավարություն։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման մասին Քարդաշյանները դեռ չեն հայտնում։ Պաշտոնական հաղորդագրությամբ, սակայն, վարչապետը կարևորել է Քարդաշյան ընտանիքի ներդրումը մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախաշեմին Հայաստան այցելությունը։ Տեղեկանալով, որ Քիմն այսօր հանդիպելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, կառավարության շենքի առջև հավաքված տասնյակ երկրպագուներ ստորագրություն վերցրեցին ու լուսանկարվեցին։ Երկրպագուներից մեկի անգլերեն ողջույնին Քիմը պատասխանեց հայերեն. Բարև։ Hello Kim. Hi. Kardashian. Այս պահին ամերիկահայ հայտնի հեռուստաաստղը Գեղարդում է, մտել է եկեղեցի։ Առաջիկա օրերին նա այցելելու է Ծիծեռնակաբերդ ու Գյումրի։